Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սփյուռքի հետ ընդհանրապես չի համագործակցում։ Նրանք բացարձակապես խանդոտ են մոտենում Եվրոպայի հայկական միությունների ֆորումին։ Այսօր ասուլիսում հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Վերջինիս խոսքերով ֆորումի անդամներն ի պատասխան Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաճախ կոշտ հայտարարություններ են անում միջազգային ատյաններում, ընդգծելով ամեն անգամ, որ եթե Սփյուռքը չլիներ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության վարած քաղաքականությունը զրոյի կհավասարվեր։ Իսկ արտաքին գործերի նախարարության խանդը գալիս է այն բանից, որ 2009 թվականին Եվրոպայի հայկական միությունների ֆորումն հանդես եկավ հայ-թուրքական արձանագրությունները քննադատող ելույթով։ Մենք տեսնում ենք արձանագրությունները ինչ հայլուն վարպետությամբ ա գրել Էդուարդ Նալբանդյանը։ Էդուարդ Նալբանդյանը անընդհատ ասում էր կովիտակ հորթեք ման գալիս, այն մարդ ման չեն գալիս։ Հաջան ցլիկ եզիտակ, հա ցլիկի տակ։ Ախր ցլիկ չի կովա։ Մեծ կրծքերով մենք տեսնում ենք հորտնել տակը կանգնած է։ Արտաքին գործերի նախարարությունն անգամ Եվրոպայի տնտեսական ֆորումին պաշտոնական ներկայացուցիչ չի ուղարկել։ Մինչդեռ հակառակ դրան Ադրբեջանը շատ արհեստավարժ դիվանագիտություն է վարում արտասահմանում, ծախսելով ահռելի գումարներ։ Ավելի անփառունակ է Սփյուռքի նախարարության նաև վերաբերմունքը մեր նկատմամբ բացարձակապես։ Եվ եթե մեր լոբինգը, որը մենք անում ենք մեր ֆինանսներով եւ մեր կապերով չլիներ, ապա հավատացած եղեք, որ հայկական դիվանագիտությունը երևի շատ հարցերում տապալված կլիներ։ Աշոտ Գրիգորյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 9-ին Լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցած եւ մեծ աղմուկ հանած Եվրոպայի տնտեսական ֆորումին, որտեղ ներկայացված էին Հարավային Կովկասի վերաբերյալ երկու նստաշրջաններ, Հարավային Կովկասի գեոքաղաքական զարգացումները եւ Լեռնային Ղարաբաղ կոնֆլիկտի կարգավորման հնարավոր ուղիները եւ հասարակության ու տարածաշրջանի վրա նրա հետևանքները թեմաներով։ Բանախոսը նշեց, որ Հարավային Կովկասի նստաշրջանը սկսվեց մեծ սկանդալով, որի պատճառը Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական մշակութային կոթողների ոչնչացման վերաբերյալ իր ներկայացրած ռեկույցն էր։ Ֆորումում սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանցի ընդդիմադիր պատգամավորը։ Շատ սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ հենց ինքը Աքազադեն, ասել իմ հարցին, ինչու տապալեցիք Կազանում հանդիպումը։ Գիտեք, նրանց ընդունված պատասխանը դուք եք տապալել, դուք ոչ կոնստրուկտիվ եք։ Առաջին անգամ ես ճիշտ հակառակ բանն եմ լսել, որ ուզում եմ հայտարարել։ Ես արտգործնախարարությանը հայտնել եմ դրա մասին արդեն։ Առաջին անգամ լսվեց հետևյալ պատասխանը. մենք դրանով փրկեցինք Հարավային Կովկասը, որովհետև եթե Իլհամ Ալիևը ստորագրեր, ընդ որում ընդդիմությունն ասում հզոր, եթե Իլհամ Ալիևը հանգարց ստորագրեր Կազանում որևէ մի փաստաթուղթ, դա հիմք էր հանդիսանալու ռուսական եւ ամերիկյան խաղաղապահ ուժերի մուտք Արցախում։ Աշոտ Գրիգորյանը ադրբեջանցի պատգամավորի սկանդալային պատասխանի հարցով դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացել։ Լուսինե Հովհաննիսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյմ։